Ողջույն, ողջույն, ժողովուրդ ջան, ողջույն սիրելի ընկերներ, հետևորդներ, եթերը Facebook-ում անելուց հետո կտեղադրեմ նաև YouTube-ում, մի փոքր շփվենք, զրուցենք, սպասենք մի քանի վայրկյան մեր ընկերներից հավաքվեն, չնայած վստահ եմ, որ հետո էլ դիտողներ կլինեն։ Դե ինչ, այսօր ապրիլի 27-ն է, եթե չեմ սխալվում, ու այսօրվա մասին մի հատ հարց ունեմ։ Տեսեք, ապրիլ 24-ից օրեր առաջվանից սկսեցին որոշ ուժեր քաղաքականացնել թեման ու օգտագործել իրենց համար դիվիդենդ հավաքելուն, ինչը ես համարում եմ քաղաքական անբարոյականություն եւ ոչ միայն քաղաքական, նաեւ քաղաքացիական անբարոյականություն, այն խեղաթյուրված հայ մարդու գործունեություն, խեղված ուղեղով։ Հիմա այսօր ամսի 27-ն է, անցավ ապրիլի 24-ը, ոնց որ թե ձենձուն չկա, բոլորը հանգստացան, բոլորը մոռացան ցեղասպանության թեման, հիմա երևի պատրաստվում են արդեն այլ թեմաների, բայց ես ուզում եմ, որ այդքան հեշտ բաց չթողնենք այս ամեն ինչը ու մի հատ սենց հետադարձ հայացք նետենք ամեն դեպքում, որովհետև նման օրերը, երբ որ բոլորս մի ուղղությամբ ենք մտածում, մենք պետքա բացի մտածելը նաև հարցեր ունենանք մեզ տալու եւ որոշ հարցերի հետ պատասխաններ ունենանք կամ ստեղծենք, գտնենք, փնտրենք, գտնենք պատասխաններ, հետևենք այդ պատասխաններին։ Օրինակ, ազգային ժողով էին բերել Հայաստան խմբակցությունը մի օրենք, ցեղասպանությունը ուրանալու հետ կապված քրեականացնելու եւ այլն, բնականաբար այդ օրենքը կա, նշի, որ իրենք դյութ էին անում, ուղղակի չգիտես ինչի որոշել էին, որ իրենց կառավարման 20 տարիներին կարելի էր չհիշել այդ ուրացման մասին, բայց հիմա կարելի է հիշել, էլի։ Որովհետև նրանք ցանկանում էին բնականաբար այդտեղ դիվիդենդներ հավաքել։ Հիմա ես մի հատ sense հարց ունեմ եւ ընդ որում նաեւ մեր իշխանություններին նույնպես, օրվա իշխանություններին նույնպես, հուսամ այդ ուղղությամբ քննարկում կունենան ու փորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել հետագայում կամ հետագայում ով որ լինի իշխանությունները առհասարակ դրանք ովքեր զբաղվում են քաղաքականությամբ ու ինչ-որ մի օր հնարավոր է հայտնվեն ազգային ժողովում կամ կառավարության ղեկին շատ կցանկանան, որ այս ամեն ինչը իրենց ներսում կրեն։ Տեսեք, մոտ 33 տարի 34 տարի անկախ պետություն ենք մեր արևին։ Մենք մեզ խաբել ենք, որ մենք անկախ պետություն ենք ու տենց հավատացել ենք։ Լավ, այս թեմաներով շատ ենք խոսել, դնենք դեռ մի կողմ։ Ընդունենք նորմերը, հա, անկախ պետություն ենք։ Ապրիլի 24-ին շատ ավելի ազատ կարող ենք մեզ դրսևորել, ասենք օրինակ, քան թե սովետական միության ժամանակ էր։ Բայց մի հատ հարց եմ ուզում տալ նշածս ուժերին, նախկին, ներկա, ապագա, տեսեք, օրինակ հրյաները ամեն ինչ ստանալուց հետո, ցեղասպանությունից հետո, ամեն ինչ ստանալուց հետո, ընդհանուր մինչև պետություն ստանալուց հետո, շարունակում են ինստիտուցիոնալ ձևով ամենօրյա աշխատանքով հոլոկոստը օգտագործել իրենց պետական շահերի օգտին, ամենատարբեր ձևերով։ Այս հրյաները, որ գիտենք հայտնի իրենց հոլոկոստային պատմությունը։ Ադրբեջանցիները վերջերս Վատիկանում ինչ-որ ժողով էին կազմակերպել, ներկայանում էին, որ իրանք քրիստոնյաներ են, մի խոսքով մեծ ամբուշ բան, դե փողը տվել էին, անում էին։ Հիմա ասենց մի հատ հարց եմ ուզում տալ։ Ասենք ինչն է մեզ խանգարում։ Ամենամյա գիտաժողովների կամ մշակութային կամ գիտական կամ գիտամշակութային շարք ստեղծել,
Օրինակ, ապրիլ 24-ից մի քանի օր առաջ սկսվի, ապրիլ 24-ից մի քանի օր հետո ավարտվի։ Եվ նույն այն պետությունները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, եւ ինչու ոչ նաեւ ներգրավել այնպիսի պետությունների, ովքեր իրենք էլ ցեղասպանություն ապրել են, իրենց գիտական մշակութային ներուժը բերեն ներկայացնել ամենամյա որոշակի փառատոնի շրջանակներում, փառատոնն, ասենք ճիշտ է, փառատոնը մի քիչ տոնական բան է խորհրդանշում, բայց եկեք այդ իմաստով, ըմբռնենք։ Ասենք ինչի երբեք դա չի արվել։ Երբեք Հայաստանում ցեղասպանության նվիրված նմանատիպ գիտաժողով, որտեղ որ դու ունենում ես նաև հետևյալ շահը, դու ուրիշ երկրների էլիտային, այսինքն գիտական էլիտային, գիտականները բերում ես Հայաստան, այսինքն դու դրանով վերաբերմունքով, ամեն ինչով քո կողմն ես դարձնում աշխարհի գիտնականներին այդ թեմաներով, ովքեր հետո իրենց մոտ գնալու են լուսաբանել։ Ու ասենք դրա իհարկե կարելի է այդ ծրագիրը բավականին հարստացնել, ասենք որոշակի հաստավավերագրական ֆիլմերի փառատոն ստեղծել, որը կգործի այդ օրերին, կամ ասենք այդ թեմայով կարճամետրաժ ֆիլմերի ինչ-որ բան ստեղծագործական, այսինքն մշակութային մասը կարելի է նաև այդպես ապահովել, բանախոսներ աշխարհից բերել, հրավիրել, հնարավորինս շատ մարդկանց ներգրավել միջազգային մակարդակով։ Ինչու սա երբեք չի արվում։ Ինչու ենք մենք հայերով նստած, սպասում, թե որ պետությունը ցեղասպանություն բառը կօգտագործի կամ չի օգտագործի, ինչի պիտի դուք ստեղծեք, դե Աննա Թունյան, ասում կարծեմ արվել է 18-ից 20 թվերին։ Հնարավոր է, բայց կարելի է դա կատարելագործել, եթե անցյալ ժամանակով ենք խոսում, դա էլ է վատ, որովհետև կարելի է դա կատարելագործել ու դա որևիցե պետության դեմ չի, դա այնպիսի մի բան է, որը որ ոչ թե այստեղ շեշտը դնում ես որոշակի թշնամանքների վրա, որը այսպես թե այնպես կլինեն, բնական է, աշխարհում շատ ժողովուրդներ են ապրել ցեղասպանություն կամ որը մի մասին ընդունված ամեն մասինը չէ, այնուամենայնիվ շեշտը դնես ավելի նրա, ասենք, հենց այլևս երբեկի վրա, այդ այլևս երբեք լոզունգը թող դառնա գիտաժողովի հիմք։ Ինչի նման գիտաժողովներ ցեղասպանության հետ կապված Հայաստանում ապրիլ 24-ին ընդառաջ չեն կազմակերպում եւ ներգրավում համաշխարհային գիտնականների, ցեղասպանագետերի, պատմաբանների եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք չենք անում ոչ մի բան եղած տեղից, հետո դե մենք չենք անում, այնտեղ Ալիևներ փող է տալիս, գնում անում են այնտեղ։ Իհարկե դրա մասին մեզ մոտ շատ քիչ են լուսաբանում։ Մենք էլ ասում ենք, վայ, ինչ եղավ, ինչի համար գնացին, չգիտեմ ինչ արեցին, ինչ չարեցին։ Որովհետև մենք փորձում ենք մեր միջոցներով, մեր աղքատիկ հնարավորություններով հասնել նրան, որ այսինչ կամ այնինչ երկիրը ընդունի կամ չընդունի։ Իսկ եթե դու ներգրավես այդ երկրների գիտական մասային նմանատիպ բանի շրջանակներում, ժողովի շրջանակներում ու մի քանի օր տևի դա ու հավուր պատշաճի առանձնահատուկ վերաբերմունքով, վստահ եղեք, մենք էլ շատ բան չենք անի, իրենք կգնան, իրենք կանեն։ Ասենք այն համալսարաններում, որտեղ որ դաս են տալիս, իրանք էլ չեն դարձնի սակարկման թեմա դա եւ այլն եւ այսպես շարունակ։ Կամ ավելի քիչ կդարձնեն։ Ինչի մենք նման բան չենք անում ամենամյա։ Ես տեսեք, ինչի վրա եմ զարմանում միշտ, էլ եմ ասում, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների հոլոկոստը որ եղավ, դրանից հետո կոնսենսուսով նրանց հող տվեցին ապրելու, նրանց հատուցեցին, Գերմանիան մինչև մի ներողություն է խնդրում, մինչև մի աշխարհում փորձովի մեկը հանրային տիրույթում մի հատ ֆաշիստական ժեստիկուլյացիա օգտագործի, այս ամեն ինչին իրենք են հասել, մեկը փորձովի հրեաների հոլոկոստը կասկածի տակ դնելու մասին մտածի, չի կարա լինի, ու այս ամեն ինչից հետո իրենք առ այսօր իրենց ինստիտուտները ոչ թե արդեն դե տենց ամեն ինչ ապացուցված է, այդ բան չունենք անելու։ Այդ ով է մերժում։ Չէ, ընդհակառակ, ավելի ամեն օրով ավելի թիրախային են դարձնում, ավելի sense անձ են արդեն ներկայացնում, չգիտեմ, ամեն անձնական թեման դարձնում են բան, ֆիլմ ու
չգիտեմ ինչ ու ամբողջ Հոլիվուդն են գրավել այդ թեմայով։ Ասենք ֆիլմը նայում ես, մեկ էլ մի ամիջ չգիտես խի, sense երկրորդ պլանում այդ Իսրայելի դրոշ է երևում կամ մի հատ չգիտեմ ինչ է, ասենք sense անպայման ինչ որ մի տաժ պարունակում է, էլի։ Այսինքն իրենք անընդհատ են դրա շուրջ աշխատում, ոչ թե իրենք էլ ունեն, չէ, տարվա մեջ մի օր, որ նշում են այդ օրը ու իմիջայլոց ասեմ, բան են անում, հարգանքի տուրք են մատուցում, ու իմիջայլոց ասեմ, տարվա այդ օրը, երբ համապատասխան ժամին այդ գոնգը հնչում է, ով ինչ գործի ուզում է լինի մեքենայի մեջ, բան բոլորը կանգնում են, դուրս են գալիս մեքենա, բոլորը մի րոպե լուր կանգնում են, ով որտեղ ինչ դիրքում ուզում է լինի։ Ու ասեմ ավելին, նման բաներն էլ լցնում են համացանց, ժամանակակից տեխնոլոգիաներն են օգտագործում, այսինքն երբ որ դու նայում ես, դու հետաքրքրվում ես, դու իմանում ես, իսկ մենք այս մասով այլ հասարակությունների հետ չենք աշխատում։ Այո, մեր համայնքները ինչքան կարողանում են, ինչքան հնարավոր է իրենց սուղ միջոցներով փորձում են, ով որ երկրում ապրում է, տվյալ երկրի էլիտայի հետ ինչ-որ խողովակներով կապեր հաստատի եւ այլն, բայց տվյալ երկրի հասարակության հետ աշխատանք չի տարվում։ Իմիջայլոց հենց այստեղ է կրում Ադրբեջանը։ Նա ամեն ինչ անում է, իրան հետաքրքիր չէ այդ երկրի էլիտան։ Ну, կամ եթե հետաքրքիր են, այնքանով ինչքանով որ կվաճառվեն։ Նա հենց հասարակությունների հետ է աշխատում։ Հասկանում եք, հասարակական տրամադրություններ է ստեղծում դրանով։ Իսկ մենք այս շեական չենք գնաց։ Ես 3-4 տարի, եթե չեմ սխալվում, 4-րդ տարին էր։ Խոսում եմ, ասում եմ, Իտալիայում բանը ճարտարապետական համալսարաններում պատվեր է գնացել Ադրբեջանից, ես ռեալ ինֆորմացիա եմ ասել։ Չեմ ասի որտեղից, որ տվյալ երիտասարդի ճակատագիրը չվնասեմ, որովհետև նա դեռ շատ բարձունքներ ունի հաղթահարելու, որ պատվեր է գնացել, որպեսզի իտալացի ճարտարապետները փորձեն շատ մեծ գումարների դիմաց, քիչ-քիչ այդ Արցախում եկած եկեղեցիները մի փոքր որոշակի կոնստրուկտիվ գործունեություն, բան փոփոխությունների ենթարկելով դարձնեն ալբանական ու ներկայացնեն ալբանականի տակ։ 4 տարվա մեջ երևի մի 40 անգամ ձեռի հետ ասել եմ դա։ Մեկ էլ 5-րդ տարում, բայց իմացել եք Վատիկանում, դու մի ասա, սրանք գնացել ու եսի ինչ է, հա բա, ասեմ ավելին, օդից չեղած տեղից Խոջալույի ջարդեր են գցել մեյդան, գոնե տեղյակ եք ժողովուրդ ջան, Խոջալույի ջարդերի մասին, որը որ փորձում են ներկայացնել որպես ցեղասպանություն, ու ասեմ ձեզ ահագին իրանք բաների են հասել այս ուղղությամբ, ու իբր մենք ենք ցեղասպանել նրանց։ Ահագին արդյունքներ են գրանցել։ Ասենք այս տարի մի քիչ, մյուս տարի մի քիչ շատ են, իրանք մեր նման, ասենք մենք ինչ մի հատ բան ունենք, երբ որ մենք մի բան անում ենք, ուզում ենք անենք ամենալավ ձևով ու վերջ։ Մենք չունենք այդ աստիճանաբար մոտեցումը, հա, եթե մի հատ անենք նորմալ անցնի, ասել ենք հա լավ դեսի սաղել կանեն, արա ախպեր, Էդի արվում է վաղը մի քայլ ավել արվելու մյուս օր, մի քայլ ավել։ Մենք հայերս այդ իմաստով մաքսիմալիստ ենք։ Ու բան, մեկ անգամյա, չի կարելի, բան, ռազմավարություն ասվածը մենք չենք կրում մեր տրամադրություններում, մեր հոգու մեջ, էլի։ Բայց բոլորս կարող ենք խոսանք ռազմավարության բացակայությունից, այդ էլ ասեմ։ Խոսալու չեմպիոն ենք, այստեղ արդեն երկրորդ կարծիք չկա այդ հետ։ Հիմի չեղած տեղից իրենց դրել անգամ մի կողմից իրենց հաղթող լինելու բանն են առաջ մղում, որտեղ էդի չի աշխատում, իրենց բան ցեղասպանված լինելու, տանջված լինելուն են առաջ մղում, ասենք բոլոր ուղղություններով իրենք աշխատում են, որտեղ ոնց հարմարը կարող են շատ ճկուն իմպրովիզացիաներ անել։ Իսկ մենք 110-րդ տարելից ենք նշում, 110-րդ, ցեղասպանության 110-րդ։ Ու մինչև այսօր, երբ որ խոսում ենք, ուզում ենք խոսել ցեղասպանությունից, պարզվում է մեր հասարակության 95%-ը հազար ներողություն չեն չափազանցնում, ժողովուրդ ջան, շատ մեղմ եմ ասում։ Անգամ տեղյակ էլ չէ, դա ի՞նչ է, ոնց է, խի է։ Ասենք օրինակ, էլի, այդ նույն կներեք, այս թեման մի քիչ շատացել, մի նախադասությունով, էլի։ Տեսեք, նույն դրոշը վառելու թեման, հա, ասենք դժվար էր գտնել Օսմանյան կայսրության դրոշ ու վառել։ Այ եթե դա անեիք, ես դա կհասկանայի։
Ես դա կհասկանայի, կասեմ մարդիկ պատմական գնահատական են տալիս իրադարձությանը, որ Օսմանյան կայսրությունը այսպեսին է եղել։ Դրել եք Թուրքիայի Հանրապետությունը, որ вообще 23 թվին է ստեղծվել։ 23 թվին։ Նայեք, երբ որ արդեն Հայաստանը առաջին հանրապետությունը ասես խորդվեց մտավ խորհրդային միություն, էլի։ Դրել եք մի հանրապետության դրոշեք վառում, որը որ կայսրության լավ հաջորդողն է, բայց ամբողջովին իրավար ինքը, եթե չգիտեք ասեմ, բանը Թուրքիայի հանրապետությունը Օսմանյան կայսրության ղեկավարներին ռոզիսկի տակ էր մցրել։ Նրանց սպասում էր գնդակահարություն, որ բռնեն։ Հասկանում եք։ Դուք դրել եք։ Այսինքն այդ ամեն ինչը գալիս է խորքային չուսումն, մենք վախենում ենք, թե ամաչում ենք, թե այտենց շատ կոնսերվատիվ ենք, ասենց չենք ուզում մեր իմացածը հանկարծ sense մի հատ շարժվի։ Ժողովուրդ ջան, պետք է ուսումնասիրել, հասկանալ առհասարակ դա ինչ էր, ինչ չէր։ Իսկապես։ Եվ մեզանից ոչ մեկ չգիտի ցեղասպան։ Ում ասես ցեղասպանությունն ինչ ասել են, դե 15 թվին որ թուրքերը այտենց միլիոն ու կես հայ կոտորին ախպեր, այտենց էլի։ Ու տեսկանով վերջանում է իրանց պապերի մասին, պրյամո իրանց պապերի մասին ունեցած ինֆորմացիա։ Դա լավ է։ Դա սարսափելի է։ Դա նրա մասին է, որ ինչ-որ մի օր էլ ենք ցեղասպանվելու։ Այս անկած եմ ասում։ Մենք ուսումնասիրեք, կարդացեք, հասկացեք։ Եվ այս ուսումնասիրությունները պետք է հանրայնացնել ու ոչ թե ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ, այլ առհասարակ։ Այդ դրա համար էլ էժանացել է այն աստիճան, որ ինչ-որ պահի ջայները սեմուշկա չրթելով են գնում բան ծիծեռնագում, կամ էլ եթե մի քիչ իրանց զուսպ են պահում, շատ դեպքերում այդ զուսպ պահելն էլ է ձևական բնույթ կրում, անկեղծորեն զուսպ չեն, էլի։ Չես բաներ կա։ Ասում եմ, դժվար էր գտնել Օսմանյան կայսրության դրոշը վառ, հասարակ ու ինչն է ամենախնդալում։ Էսա ձեռնարկում է մի քաղաքական ուժ, ով ձգտում է դառնա դարձյալ կայսրության մաս։ Հասկանում եք։ Այսինքն, նայեք, Օսմանյան կայսրությանը, որի տիրապետության տակ մոտ 600 տարի եղել ենք, ինչ որ պահի հարմար չի եղել հայերի գոյությունը իր տարածքում, չէ՞։ Ասենք 500 տարի հարմար է եղել, ինչ որ պահի հարմար չի եղել արդեն։ Դա բխել է ոչ թե հայ ու թուրք բաներից, հարաբերություններից, դա կայսրություն է։ Այնտեղ թուրքն էլ, հայն էլ, քուրդն էլ, ասորին էլ, հույնն էլ, այնպես մեծ հաշվով գիտեք ոնց է, կայսրությանը մինչև Եգիպտոս, Աֆրիկյան երկրներ ձգվող կայսրության մասին ենք մենք խոսում, հասկանում եք, կայսրությանը պետք չի որևիցե ժողովրդի ցեղասպանի, պետք չի իրան, ընդհակառակ պիտի թող աշխատեն, ճորտի պես բանան իր հարկերը մուծեն, ու որպեսի կոնտրոլի տակ լինի, այն էլ ձեր եկեղեցին, ձեր տերտերով, վերջ, մյուսինը չգիտեմ, ձեր գուբերնատորը, ոչ ոք, բայց հանկարծ կայսրությունում խռովություններ չլինեն, մենք զարդա չունենք։ Այս է կայսրությունը։ Հասկանում եք, կայսրությունը նրա համար չի, որ ինքը դառնա մեծ կայսրություն ու իր մեջ ապրողներին բնաջնջի։ Չէ, նա այդ ներուժը օգտագործելու է իր ուրիշ գործերի համար։ Օրինակ, Ռուսաստանը այսօրվա դաշնություն է համարվում, ինչ է Ռուսաստանի դաշնություն։ Ասենք Ռուսաստանի դաշնությունում կարա ինձ որևիցե մեկը Ռուսաստանը ցույց տա։ Շատ դժվար է լինելու, ասեմ, որովհետև դա դաշնություն է։ Մի քանի որոշակի ինքնիշխանության պետությունների sense մի հատ բանը, կայսրություն է ինքը։ Կայսրությունը օրինակ չի դնելու ինչ որ մի պահի ուրդմուրդներին ցեղասպանի։ Չի անելու, ինչի համար իրեն ձեռ են, դա պետք է մարդ ապրի։ Իրան դա պետք չի, բայց երբ որ իր պետությանը, կայսրությանը ինչ որ միտեղ վտանգ կսպառնա, օրինակ, ասենք ժամանակակից լեզվով ասած Ուկրաինայում, նա առաջինը դրանց է հավաքագրելու, բայց եթե ժամանակին ցեղասպանի, հետո իր ժողովրդին պիտի տանի, ինչի համար, բերխի է դարձել կայսրություն։ Հասկանում եք տրամաբանությունը։
Նույնը Օսմանյան կայսրությունն է եղել, ինքը եղել է կայսրություն։ Կայսրությունն ու պետությունը խիստ տարբեր բաներ են, խիստ տարբեր։ Իհարկե որոշակի խմբի գերիշխանությունն է ոնց որ ընդունվում, բայց կայսրությունն ու պետությունը տարբեր բան են։ Հիմա մենք փոխանանք, փորձենք հասկանալ, օրինակ այդ ժամանակներում առաջին համաշխարհայինի ժամանակներն են դրանք։ Այո, որ ուզում ենք պատմությունից դաս քաղել, շատ ենք այդ բառը օգտագործում։ Պիտի նախ հասկանանք այդ ինչ պատմություն է։ Խորքային է, որ իմանանք դասը ինչումն է կայանում։ Ասենք Օսմանյան կայսրությունը զգացել է, հեսա համը դուրս է գալիս, մի կպել է բանին, չգիտեմ, ավստրո-հունգարական, այնտեղ գերմանական, նաև բուլղարական բաներին, ու իր կայսրության շահերն է տարել, տակից էլ տես բանա, խանգարողներին էլ բնաջնջել է, ոչ միայն հայերին։ Մեր հայերին է տարբերվում է նրանով, որ ոչ թե միայն թիվ ու քանակն է հարցայել, որ էթնիկ ժողովուրդ ենք եղել մենք։ Սենց բաներ կա։ Բայց Արամայիս ջան, քեզ տեսա հիշեցի, ցավը տան, մոռացել էի հետ զանգի, անպայման եթերից հետո կզրուցենք, եթե քեզ հարմար լինի։ Հասկանում եք։ Հիմա այստեղ խորքային ուսումնասիրություններ են պետք։ Շատ լավ է, ես հենց այդ օրը հարցազրույց էր մի հատ նայեցի կառավարությունը ահագին բաներ է հատկացրել ցեղասպանության թանգարանին զարգանալու համար եւ իրանց թե գիտական ներուժը զարգացնելու թե մյուս բայց այստեղ մի հատ հարց տամ էլ այդ դաշնակ մաշնակներին արա բա ինչի տենց չեք արել դուք եթե այդքան տենց ցեղասպանությունը ձեր մեջ բան կարում եք եսի մինչերը բան ասենք ոնց իր գիտական մասին չեք ֆինանսավորել խի ես գիտեմ խի ես պատասխանը շատ լավ գիտեմ բայց ինձ հետաքրքիր է դուք ոնց եք դա այդ խի տակից դուրս գալու կամ օրինակ նույն Իրանում ձեր կազմակերպածը արածը էր ես ճիշտ է հաղորդման ընթացքում սրա մասին խոսել եմ բայց քանի որ մարդիկ կան գուցե հաղորդումը չեն դիտում Facebook-ով են ավելի շատ հետևում ասեմ ձեզ հարձակվել Հայաստանի Հանրապետության դեսպանի վրա նշանակում է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել Հայաստանի Հանրապետության դեսպանատան վրա նշանակում է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա Հիմա դուք հարձակվել եք Հայաստանի Հանրապետության վրա դուք հենց դուք Արծվիկ Մինասյան բան Իշխան Սաղաթելյան Գեգամ Մանուկյան բոլորը դուք չասեք օ մենք ինչ կապ ունենք բան այդ Պարսկաստանի չկա տես բան այդ կապիկությունները կգնա ձեր մայլեքում բան տես կարող անդեղ արենք սովորը լավ է չէ երբ որ վերաբերվում է ասենք Դաշնակցությանը, բա գիտեք, մենք sense համաշխարհային, համատիեզերական ներուժ ունեցող մենք էս ենք ենք, հենց մետ առանձին դեպք ալնում որևէ երկրում, ախպեր մենք այդտեղ ինչ կապ ունենք, այդ երկրում ապրող գրասենյակն է, իրանք մի որոշակի անկախություն եւ բան ունեն, sense բաներ են, լոլոներ են սկսում կարծել։ Հիմա դուք հերթական անգամ հարձակվել եք Հայաստանի Հանրապետության վրա Եվ այստեղ դարձյալ ոչ մի գնահատական այս դեպքից հետո ոչ մի գնահատական չես լսում Հայաստանում ոչ մի Ես հիմա ուզում եմ հասկանամ օրինակ եթե ազգիկները հարձակված լինեն ինչ էր լինելու Եթե թուրքերը հարձակված լինեին ինչ էր լինելու Չգիտեմ, ինչ-որ բաներ նախաձեռնվել են, չեն եթե նախաձեռնվել են, ասենք իմանանք, որովհետև, գիտեք ինչ, այլապես հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ անտերի դուրս վիճակ է։ Ամեն մարդ իր գլխով։ Կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետությունում
Հարձակում է եղել Հայաստանի Հանրապետության վրա։ Խուլիգանները ներկայացել են դաշնակցների անունով։ Մտածեք տնեք դուք, ասենք, ինչ պոզիցիա կա։ Ու իրանց կուսակցությունը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում գործել եւ բան անել տենց հայտեր ներկայացնել քաղաքական, դուրս գալ, չգիտեմ, վիրավորել մարդկանց, բան անել։ Այս ինչ է։ Սա ժողովրդավարություն չի։ Սա ժողովրդավարության դեմ արձակված Իսկանդերը։ Ընդ որում, գիտեք ինչ է դա տեղի ունեցել։ Ուզում եք ես ասեմ։ Մյուս տարի ավելի շատ դեսպանների վրա են հարձակվելու։ Որովհետև այն մի տարին Կանադայի դեսպանատան վրա հարձակումանը ոչ մի ձեն չհանեցիք։ Ոչ մի կետ ոչ մի ձեն։ Ասացինք լավ, երևի ուզում են մեղմ են շատ որ չսրվի դե հիմի բան, ահա խնդրեմ, առիթավորվեցին։ Մյուս տարի մի 3 դեսպանի վրա են հարձակվելու, գալիս եք գրած գանք։ Այստեղ փորձես մի հատ լյուբոյ դեսպանատան ավտոյի հետևից մի քիչ մոտիկ քշես ավտոդ։ Արդեն հայտնվում ես լուրջ բան անվտանգության ծառայողների ու չգիտեմ հատուկ բաների ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Այնտեղ մարդիկ գնում են ինչ անենք որ ազգությամբ ներկայանում են հայ։ Գրող են կերե հայ են, ուր են ընդ հայ։ Ազգություն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Իսկ եթե Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են շատ ավելի վատ իրանց համար եւ շատ ավելի լավ մեզ համար։ Հավկեք կողեք խուցը։ Իսկ եթե Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին կներեք իրանց հպատակներն են։ Սա պետության, բերեք բանը, ցեղասպանության ուրացումը քրեականացնելու չգիտեմ։ Բա մի հատ էլ բերեք հələ պետության ուրացումը ուրանալու մասին օրինագիծ։ Բերեք մի հատ, թե պետք չի դա։ Ընդ որում նենց օրինագիծ բերեք, որ հետադարձ ուժել ունենա։ Մինչև 91 թիվ։ Տեսեք ինչ է կատարվում, ազգի կեսը իջնում է ճաղերի հետևը։ Այն մի կեսը պիտի աշխատի, որ այս կեսին ճաղերի հետևում սնունդի հարցը լուծի։ Չի կարելի, մի քիչ պետք է հասունանալ, ժողովուրդ ջան։ Պետք է մի փոքր հասունանալ, մի քիչ հարցերին ուրիշ ձևն է։ Մենք դարձել ենք ցեղասպանության գերի։ Դա չի կարելի։ Դա չի կարելի։ Այո, դա մեր պատմության տխուր, զազրելի, մեր հետ կատարված չգիտեմ, բառերով դժվար է նկարագրել, էջերից մեկն է։ Բայց մենք չպիտի դառնանք իր գերին։ Մենք դժվարությունը ո՞նց է, օրինակ, դժվարությունը անձնական կյանքում ո՞նց է։ Օրինակ ինձ երբ որ դժվարություն է հանդիպում, ասում եմ, էսի կոփվելու համար է, ոչ նորմալ է, բա պիտի դժվարություն հանդիպի, որ կոփվես կյանքում ու բան։ Դա էլ ազգին կոփելու համար է։ Թող կներեք, կարող է կոպիտ է հնչում։ Ես այո, ցեղասպանությունը մեզ հետ է եղել, բայց մենք դրանով սկսել ենք հպարտանալ, դուք չեք զգում։ Մեր այդ ժամանակների խեղճությունով մենք փորձում ենք առաջինը մեզ են կոտորել, բան, սա բաներ ենք անում, գլուխ ենք գովում։ Ու մինչև այսօր տեղյակ չենք, ինչի արդյունք է։ Իհարկե, ցեղասպանությունից հետո մենք հայտնվեցինք շատ արագ խորհրդային միության կազմում ու բնական է, որ Ռուսաստանի կայսրությունը, որը արդեն հանդես էր գալիս խորհրդային միությունը ավանդակ, պիտի պարտադիր կրթության շրջանակներում մեզ ոչ չէր ասելու, որ ինքն էլ է այդտեղ թաթախված։ Բնականաբար չէր ասելու։
ու մեզ ուրիշ բաներ պատմել, ու մենք ուրիշ ձև էինք իմանալու։ Լավ, գոնե հիմա հասկանալի է, եթե ոչինչ չգիտես ու քեզ մի բան ասում են ու շատ են ասում, դու դա ես ընդունում, բայց գոնե հիմա հո ազատ է, բաց է։ Նյութերն էլ կա, ամեն ինչն էլ կա։ Հա, իմիջայլոց շատ շատերն են հարցնում իմ վերաբերմունքի մասին վարչապետի հնարավոր այցի մասին մայիսի 9-ի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնություն։ Անկեղծ ասեմ, ես բացասական եմ վերաբերվում ոչ թե այցին, այլ այդ այցի բովանդակությանը։ Այցի բովանդակությանը եւ արդարացումներին։ Տեսեք ինչ են ասում։ Եթե դա մեզ դրական մի բան կտա, իսկ դրա մասին մեն ինքը կիմանա։ Okay, բայց երբ որ փորձում եք դա հանրության մոտ արդարացնել, թե մենք էլ ենք կռվել բան խորհրդային միության կազմում մեր պապերը, բա ինչու չգնա։ Կներեք, սա ես չեմ ընդունում, սա մի քիչ աղմախություն եմ համարում։ Այո, մենք պատերազմել ենք ֆաշիզմի դեմ, մեր պապերը, իրանց փառք ու պատիվ ֆաշիզմի դեմ ու տարել են հաղթանակ։ Մեծագույն հաղթանակ, այլապես մոլորակի ընթացքը հիմա ուրիշ ձևեր լինելու։ Բայց այստեղ մեզ խանգարում է դարձել մեր սովետական կրթությունը։ Մեզ թվում է, թե սովետական միությունն է հաղթել ֆաշիստական Գերմանիային, այնինչ ֆաշիստական Գերմանիային հաղթել է ոչ միայն խորհրդային միությունը, այսինքն նաև խորհրդային միությունը։ Հասկանում եք։ Այսինքն ֆաշիստական Գերմանիային հաղթել է Միացյալ Նահանգները, հաղթել է ամբողջ Եվրոպան հավաքական։ Հասկանում եք։ Ու ինչ է նշանակում, դե մայիսի 9-ին դե բա ոնց Մոսկվա չգնանք։ Բա մեր պապերն էլ են։ Հա, բա կռվել են։ Պարկ ու պատիվ իրանց եւ հաղթել ենք։ Մենք այն երկրների ցուցակում ենք, թեկուզ այդ ժամանակ խորհրդային միության կազմում, ովքեր որ ամենանվիրական պատերազմն են մղել ֆաշիզմի դեմ։ Եթե ուզում եմ հասկանամ Մոսկվա գնալու тут при чем։ Չէ, հասկանամ ընդունված կարգերը, նորմերը, բայց այդ արդարացման հետ համաձայն չեմ։ Համաձայն չեմ, որ փորձում եք մեր պապերի հաղթանակը ֆաշիզմի դեմ կապել միայն ու միայն Մոսկվայի հետ կամ չգիտեմ, առհասարակ խորհրդային միության հետ։ Այո, այդ ժամանակ եղել ենք խորհրդային միության մաս, հասկացանք, կրակը չենք ընկել, բայց հիմա մենք անկախ պետություն ենք եւ այո, մեր պատմության էջերից մեկում էլ կա հաղթանակ ֆաշիզմի դեմ, որին հաղթել այնպես խորհրդային միությունը, այնպես էլ շատ երկրներ։ Կարող է Անգլիան չի հաղթել ֆաշիզմին։ Ամերիկան մինչև անմիջական պատերազմի մեջ մտնելը, սա խորհրդային միության ծախսերի մեծ մասը ինքն է հոգացել։ Դրա մասին մեզ պատմել են, չեն պատմել բնականաբար, ինչի չեն պատմել։ Որպեսզի հանկարծ մեզ չթվա, որ խորհրդային միությունը Ամերիկայից թույլ կարող էր լինել տնտեսապես։ Լավ, օքեյ, երևի այդ ժամանակ տենց է պետք եղել, ես սա պատմական փաստ եմ ասում, որպես, չեմ ասում լավ էր թե վատ։ Գնահատական չեմ տալիս, փաստա։ Բայց եկեք գոնե հիմի դες չմտածենք, ամոթն էլ լավ բան է։ Այո, տվել ենք մարշալներ, գեներալ, ախր ամենահետաքրքիրն է հանրային քննարկման են դրել։ Ու հետ էլ են քննարկում, բա մենք տվել ենք, ում ես տվել։ Ում ես տվել, աշխարհին ես տվել, կարող է խորհրդային միությանն ես տվել։ Աշխարհին ես տվել։ Այսօրվա դրությամբ կյանքը պատմությունը նենց է ֆռացել դարձել, հո Գերմանիան մինչև Հիտլերը ֆաշիստ չի եղել։ Այդ մտքերը հետո զարգացել դարձել, կյանքը մի նենց է եկել դարձել, որ այսօր Ռուսաստանն է ֆաշիստական պետություն դարձել։ Հասկացանք, լավ, որպես փոքր երկիր հսկայական կայսրության վրա չենք կարա ինչ-որ ազդենք կամ բան անենք, ինչ-որտեղ պետքա շատ բաների հետ էլ սուսպուս հաշվի նստենք, բայց պրոպագանդա եք այդ ուղղությամբ տանում։
Չէր տանում բանը պրոպագանդան այդ ուղղությամբ 300,000 հայ չեն կոտորել 300,000 հայ զոհվել է այդ պատերազմում դրանք տարբեր բաներ են եկեք ամեն ինչին այլ բառեր չօգտագործենք ամեն բառը իր նշանակությունը ունի կոտորածը ուրիշ է Հիմա վերադառնալով ես Օսմանյան կայսրության հարցին Օսմանյան կայսրության բանակում ծառայել են ազգությամբ հայ մարդիկ նաև որտեղ դա եղել է Օսմանյան կայսրության բանակ Հիմա եթե դու Օսմանյան կայսրության բանակում ծառայել է հայը, հույնը, քուրդը, թուրքը, ինչ ազգ ապրել է ծառայել է, այդ կայսրության բանակը։ Ու բնականաբար ավելի շատ տարել են հենց այս ազգերի մարդկանց, ոնց որ հիմա Ռուսաստանում է կատարվում, հա, ոնց կա ռուսներ քիչ են տանում, ամեն ինչից տանում, բացի ռուսներից։ Ու դա տվել է հնարավորություն ավելի հեշտությամբ ծրագրավորել ու իրագործել կոտորածները։ Հələ լավ։ Ու դու տեսնում ես, որ կայսրությունը այդպես է համարել իր պետական շահը ճիշտ։ Դու ո՞նց ես հիմա էլի ուզում գնաս մտնես մի ուրիշ կայսրության պետք, դա որ այսպես թե այնպես քանդվելու է։ Եթե այսօր չէ 100 տարի հետո։ 100 տարի հետո չէ 500 տարի հետո։ Լյուբոյ կայսրություն քանդվում, հա, վերածնվում, հա, կամ էլ տենց որ չվերածնվում, հետո ինքն այն որ բայդարում ուրիշ կայսրության մաս։ Ասենք քեզ դու տենց անում։ Դաշնակ Հիմա նստել էլի անընդհատ բերում են 44 օրյան Բա բան ասեմ երեք մի ֆիլմ էի նայում չգիտեմ դիտել եք թե չէ ֆիլմ էր միջին որակի բան Սինա հայերեն պատը հա պատը Իրաքի, Ամերիկայի այդ կռիվների մասին է։ Ու ամբողջ իրավիճակի մեջ մի հատ բան կար, որը ինձ անընդհատ հիշեցնում էր 44 օրյան։ Ու ՆԱՏՕ-ն դեռ այդ ժամանակ այդ հնարքը կիրառել, որտեղ Պարապացնում են իրենց ջիհադիստներին, ադրբեջանցիքին մյուսին, մերոնք էշիական ջին քնած էին։ Չնայած ունեին նույն ՆԱՏՕ-ում մասնակցելու լգոտաներ։ Բայց մենք դրա դեմը առնելու բան չենք մշակել։ Այսինքն կարող է սպայերից տեղյակ եղել են, կարող են կողմնորոշվել, բայց մեր զինվորները չեմ կարծում այդ փորձառությունը կամ դրա մասին պատմողի բան իմանային։ Տեսեք ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ռեալ բան եմ պատմում պատերազմից։ Հոկտեմբերի 20-ն էր թե 21-ն էր, երբ մենք վարանդայում էինք, ես ու իմ ընկերներից մեկը, ինձ ընկերներիցս մեկին ուղարկում են Մարտունի, մենք պիտի գայինք վարանդայի այդ բանը, բունկերը, աֆիցերսկի, հետո ընդեղից ուղղալով գայինք Մարտունի, երկրորդ թե երրորդ պաշտպանական։ Ուրեմն այդ բունկերում երկու օր մնացինք, որովհետև չէր կարում ուռալը մեզ բերեր, բանի տակ էինք։ Հրետակոծության տակ ենք, չէր հանգստանում հրետակոծություն։ Ու այդտեղ զինվորներ էին։ Դե ռացիան աշխատում է, այնտեղ այդ մանիտորները դրած իմիջայլոց հենց այդտեղ էր, որ բունկերի մասին խոսած, որ ասացի, ես իշխանի կդիմանա, ասացին լավ կդիմանա ու ասացին, որ եսի վերջի 6 ամիսների սարկացներն են։ Բայց առաջ չի եղել դες բաներ։ Մի խոսքով ընդեղ մանիտորներով բան նայում են զինտեխնիկան, որտեղ կա թշնամու բան է գնում էլի սենց։
Ես մինչև այդ չէի տեսել, գիտեի այդ բաների մասին, բայց չէի տեսել անկեղծ ասած, որտեղ եմ տենում ու ինձ հետաքրքիր է, հետո այնտեղ ռազմետչիկա բան գնում է գալիս է այս կոմենկոմ ու հանկարծ կանչ է լինում մի հատ պոստերից մեկից, ասում է, որ այդ պոստում մարտեր է գնում, ինչ որ ու կանչ է լինում, որ շուտ բան, բուժակ շտապօգնություն ուղարկեն, ունեն վիրավորներ ուզո Բուժակը շտապօգնության բանի հետ, մի խոսքով այդ ուազով, բանով, այդ ուազիկով, դա էլ առանց մտածելու նստում ու պոկվում են այդ ուղությամբ։ Հետո լավ է, որ ռազմետչիկը հապոմտմանից ասում հո երեխեքին չեք ուղարկել, Ղարաբաղցի իմիջայլոց, ռազմետչիկը, տարիքով մարդ էր, բայց շատ բան էր, փորձառու էր երևում էր էլ իրենց։ Ոչ եք ուղարկել, բարբարով իհարկե, ավարկեն, բա շուտ կապվեք մի ձև, որ հետ գան։ Դու մի ասա, թուրքերը պոստը արդեն գրավել են, մեր ռացիաներով կապ են տալիս կենտրոն, ու ասում են հայերենով, ասում են բան ունենք, մարդ ուղարկեք, վիրավորներ ունենք։ Այսինքն, որպեսզի զախպատ անեն նաև մեր վարորդ, բուժակ, հասկանում եք։ Իրաց մաքսիմումը գրանց են։ Լավ էր, հասնում են, կապնել թուլա, վատա, ամենտեղ չեր բռնում, բայց հասցնում են ասել, որ պտտվեք ու շուտ հետ եկեք, թե չէ, տենց սիրուն գնում, գնալու են ընգնային թուրքերի ձևը։ Հիմա ինչքան նմանատիպ պատմություններ կլինեն։ Շատ կլինեն, իհարկե շատ կլինեն։ Կարող ավելի շատ մեծ խմբերի հետ նման բաներ եղած լինեն։ Ես երեք այդ ֆիլմը, որ նայում էի, հենց այդ նատոյական բանակի բանն է եղել, ձևերից մեկն է եղել, դասերից մեկն է եղել։ Մի անգամից այդ պատմությունը մտել էր ուղեղից մեջ, սաղ գիշեր ուղեղից մեջից դուրս էր գալիս։ Որովհետև այդ ժամանակ ես զարմանում էի, ոնց կարա թուրքը այսքան խորամանկություն ունեն, ազիկը։ Բայց երբ որ հետո դու նայում ես, թե որտեղ են վարժությունները անցել իրանց են բան, հատուկ ջոկատները եւ այլն, սպեցը բանը։ Ամեն ինչ կպնում է իրենց։ Իսկ մենք այդ ժամանակ էշիական ջին քնած ենք եղել։ Ու մինչև հիմա նստած ամեն մեկը մի բան պատմում է։ Բան, այս նախագահ կոչեցյալները, մեր բանակցությունները։ Իմիջիայլոց այսօր քանի որ Կիրակի էր ու ես տունն էի, ասեմ մի հատ էլ, որը որ հանրային տիրույթում է, մատ ուսումնասիրեմ էլի։ Արա, երբ որ նայում ես այդ բանակցություններին, դու փոխանակ տեսնես 30 տարի բանակցություն է եղել։ Փոխանակ տեսնես որոշակի լուծումներ, դու տենում ես ամեն անգամ նոր խնդիրներ։ Ու այսօր չեն ամաչում։ Նստած խոսում են, թե ով ինչ է բանակցել։ Գիտեք ինչ, ես կարող եմ նստել բանակցելու, ասել ոչ եմ Ղարաբաղի իմնա, տենց մենակ լեռնային մասը չէ, են էլ պետք է դաս, բան, մինչև, չգիտեմ, Մինգիչաուր իմնա։ Դա ուրիշ բան է։ Երբ որ սկսում ես փաստարկել թղթի վրա, դառնում արդեն բանակցության թեմա դա։ Սկսում է գրվել, կետ, կիրառումը, մեխանիզմը եւ այլն։ Դա ուրիշ բան է։ Եվ գրելուց հետո երկու կողմը կամ մնացածներն էլ հետը ստորագրություն դնեն տակը, դա էլ է ուրիշ բան, հասկանում եք։ Դա вообще ուրիշ բան է։ Հիմա կարդում ես։ Ու կարդում եմ ոչ միայն այդ թվերի հրապարակումները, այլ նաև մի քիչ նոր թարմ հրապարակումներ։ Ասում եմ, բայց ամեն դեպքում այսօր ինչ որ նախագահ գնացել էր, ես ինչ հայկական համալսարան ինչ ատել։ Քիվեստը հիանալի տարբերակ էր։ Կարդում ես քիվեստը։ Նախերի տարբերակ չէր, դա նրա մասին էր, որ Արցախը մերը չի։ Քիվեստը երբ որ կարդում ես։ Ես մտածում եմ, ես թեման առանձին եթեր անեմ, բայց մեծ կարճ համառոտ անցնեմ, հետո կխորանանք ինչ-որ մի օր, հա։ Քիվեստը կարդում ես, քիչ ամենամ բառացի գրած լինի, որ Ղարաբաղը Ադրբեջանը եւ վերջ։ Այսինքն, ինչ է ասում։ Ասում է,
մեղրիով ճանապարհ, արա լավ թեկուզ մեր բանի տակ։ Չնայած այնտեղ պիտի ես տակ կադաներով, չգիտես ինչով, այսքան մետր լենությամբ, այնքան երկարությամբ պիտի հարկուտուր չտան Հայաստանին մի խոսքով։ Հասկացաք, ինչքանով է մեր տիրապետության տակ լինում էդի։ Փոխանակում ենք Լաչինի այդ մեղրիով միջանցքը, այսպես ասած, փոխանակում ենք Լաչինով միջանցքի հետ, որ Հայաստանը կապ ունենա Արցախի հետ։ Okay։ Չնայած դա շատ վատ բան է, ոչ թե նրա համար, որ դու եթե Իրան աշխարհագրական քարտեզերը վրա պատկերացնեք, դուք տեսնում եք Ադրբեջանը ինչա շահում Նախիջևանի հետ կապ ունենալով ցամաքային, ու տեսնում եք մենք ինչ ենք շահում, ոչ մի բան։ Ընդհանրապես տեղափոխվում ենք տենց, էլի։ Իսկ իրանցը տեղափոխվելու մասին չի, մի ամբողջ տնտեսության ու էկոնոմիկայի մասին։ Հասկանում եք։ Մի խոսքով անհավասար բան մի հատ։ Բայց երբ որ դու ասում ես, որպեսզի մենք կապ ունենանք Արցախի հետ, դες ադրբեջանցին ոնց ասում, մա Ադրբեջան կապ լինի։ Այսինքն Ադրբեջան, բուն Ադրբեջան, Նախիջևանի ինքնավար բան, հանրապետություն, բայց բանի մեջ ասում են Ադրբեջան։ Իսկ մենք Արցախի հետ կապ ունենանք։ Միջանցքի դիմաց, Լաչինի։ Ընդ որում, այնքան չեն կարողացել անգամ դա տեղ հասցնել, այնքան վատ են բանակցել, եթե կարելի է դրա անունով բանակցություն դնել, որ մի հատ էլ ստիպված խոստացել են, մի հատ էլ ուրիշ ճանապարհ տան, Հորադիսից դեպի Շուշի եկող, Կոբատլիով, Հակարիով, Շուշի եկող, որ ադրբեջանցի փախստականները գան Շուշի, վերադառնան, իրանք կապ ունենան Ադրբեջան, խուճ կապիկություն։ Ադրբեջանը էլի չի համաձայնվել, չի համաձայնվել, ոչ թե իրան ձեռ չի տալի, հասկացել է, որ կարողանում ենք ստեղ գազ տանք, սրան ինչքան ասում ենք, այնքան տալիս են, և այո, մշտական զիջումների պատրաստ են եղել Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Լևոնն էլ հետ է, մշտական զիջումների պատրաստ են եղել, այսօր որ ասում են, բայց և ինչ ուզում է զիջում ես, այդ իրենք հերթական անգամ իրանց մասին են ասում։ Ես մի քանի անգամ ասել եմ, չէ՞ ձեզ դեռ 20 թվականից, որ ով ինչի կոմպլեքսավորվածություն ունի, փորձում է դա վերագրել դիմացինի վրա, որ իրանից հեռու վանվի։ Որ ավտոբուսի մեջ հոտ հանողը առաջինն է ասում, փուֆ ես ինչ հոտ է։ Հասկանում եք։ Եթե մարդիկ մեղադրում են դիմացինին դավաճանության մեջ, դավաճանը իրանք են։ Եթե մեղադրում են թուրք լինելու մեջ, շատ իրանք են ոնց որ դե թուրքերի հետ աշխատելու մեջ, իրանք են։ Չգիտեմ, ինչ ասել եմ մինչև այսօր, ստացվել է որ իրանք են։ Հիմա իրանք ունեցել են այս կոմպլեքսները, անընդհատ զիջել են, այսօր էլ ասում են բանը, ամեն ինչ զիջում է, բանը։ Բայց հələ դա էլ հարցի մի կողմն է։ Հիմա գանք ես մյուս կողմ։ Ախպեր, քեզ եթե անգամ ընդունենք այս ամեն ինչով հանդերձ, քիվեստը թույն իդեալական, տարբերակեր, որով սիրում ես գլուխ կովան։ Ախպեր, կարանք իմանանք, քիվեստը 99-ից 2002 տենց այդ արանքներն է, էլի բան եղել։ Դրանից հետո հələ մի 6 տարի դու եղել ես 7 տարի նախագահ, քեզից հետո 10 տարի Սերժն է եղել նախագահ։ Ինչի է դրանից հետո քիչ-քիչ եկել հասել նրան, որ 2016 թվականին արդեն տեղի ունեցել բախում։ Իհարկե, խոսքը գնում են ՄԱԿ-ի 4 բանաձևերի չընդունելու մոտ մի խոսքով ստեղել մի հատ երկա պատմություն կա, բայց 17-ին արդեն մարդը ելում ասում ախպեր բանակցություն չէ, կա լավատեսություն չի ներշնչում փակուղի է, չկա բանակցություն։ Այսքան ինչ որ մի պայ պատերազմը պայթելու է, վերջ, բրծավ։ Այսքան կարեցանք բանակցել այս 3 էշերով դեգեներատներով։ Վերջացավ։ Բանակցենք, եկանք, մտանք փակուղի, մենք վատ բանակցող ենք ախպեր։ Արա սա չեն ուզում, հիմա Քոչարյան, քեզից հետո այդ քո քիվեստը, որ այդքան թույն տարբերակ է, հələ դու որ չես արել այդ քո մուրքո գլուխ, դրանից հետո ավելի է վատացրել Սերժ Սարգսյանը։ Արա ինչի Սերժ ինչ է իր բան ասում։ Ընդ որում դրանից հետո այլ բանակցային փաթեթներ են, ինչի մի հատ բան չէր գվում, չէր բվում, հարմար էր եք։ Այսինքն, երբ որ այս Հավվայի պոպուլիզմը, այս Հավվայի ֆեյք հայրենասիրությունը հանում ես, դա բան չի մնում։
Այնը մի հատ ընկեր ունի, իր ասած, ասում էր, արա, կայսրումը հակներից է հանեմ, տակում մարդ չկա։ Այդ կայսրումով ստեմ մի լոպազություն անենք։ Ոչ հիմա չի մնում տակը։ Հետո ասում եք, բա 2 տարի ղեկավար էր, ինչի չիրականացրիր կիվեսը, դրանից հետո 20 տարի դուք եկել եք ղեկավար, արա։ Համաձայն եմ որոշակիորեն Երիշե ջան, ամեն ինչ այդ կողմել են ստանում, որովհետև այստեղ այդ պատերազմը մեծ հաշվով Հայաստան-Ադրբեջան պատերազմ չի եղել։ Դա պրոքսի պատերազմ է եղել, ենթակա պատերազմ։ Ու վերջ։ Ու մենք հիմա 5 տարի, 5-րդ տարին, լավ, 20 թվին կարելի էր դեռ սրանից խոսալ, փորձել բացատրել, 21-ին խոսալ, փորձել բացատրել։ Բայց գիտեք ինչ, 5 տարին ժողովուրդ ջան, ոչ միայն իշխանությունների համար է սռոք։ Մեր համար էլ է սռոք, ժողովրդի, մեր բոլորիս։ Մենք 5 տարվա մեջ հələ նույն հարցեր ունենք։ Մենք էլ պիտի չէ՞ մի քիչ աճենք։ Մենք էլ պիտի մեր համար հենակետային, ելակետային սս բաները դրած ունենանք, սենց, ջանդամ իրաց մուռ իրանց գլուխ թե չեն նստում բոլորով միտեղ խոսան ներկայացնեն իմանանք։ Մենք արդեն հասկացել ենք սա։ Մենք էլ անընդհատ առաջ չենք գնում, մեկ էլ 25 թիվն է, մեկ էլ մեկը մի հատ նենց հարց կտա, որին 21 թվից պատմելով եկել ես։ Լավ, 25 թվին չիմանալ, որ հեռուստատեսությանը կամ որ կայքին կարելի է հետևել, որ կայքին չէ, կներեք էդի արդեն մի քիչ։ Ով ինչով է զբաղված, ով խի է ասում, ինչ է ասում, երբ է ասում։ Հարց եմ տալիս, այսօր արդեն ամսի 27-ն է, չէ՞, այսօր ամսի 27-ն է արդեն։ Ամսի 24-ի վրա 3 օր անցել է։ Մենք մեր մեջ ինչ ենք փոխել։ Ասեմ, ոչ մի բան։ Մինչև ապրիլի 23-ը ոնց ապրել ենք, հիմի էլի տենց ապրել ենք, մինչև մյուս տարվա ապրիլի 23-ը, վերջ, 24-ին, էլի սս բան դեմքերով, ծաղիկներով գնալու ենք ծիծեռնակապերտապ։ Ու այդ արանքը, ասենք, այս թվից, այս թվի, այս արանքը գծիկ է, չէ, այս գծիկը դատարկ գծիկ է լինում։ Ոչ մի բանով մենք չենք լսնում։ Ոչ մի բանով չենք լսնում։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, ինչ-որ մտքեր էի արտահայտում, ուզում էի կիսվել ձեր հետ։ Այս բանակցությունների թղթերի բաների մասին էլ մի քիչ կզրուցենք հետագայում։ Բայց արդեն մոտ մի ժամ է եթերում ենք։ Շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար։ Մի բան հաստատ է, որ ընդհանուր եթերի տրամաբանությունը հետեւյալն էր, որ կառավարությունը, իշխանությունները, ոչ միայն հիմիկվա, այլ նաեւ վաղվա ու մյուս օրվա պետք է ապրիլի 24-ին ընդառաջ մի քանի ձեռնարկներով հանդես գան միջազգային ֆորմատի, գիտաժողովներով, թեկուզ բան են, գիտեք, կան բաներ, որոնք բան չեն փոխելու, ավելի շատ sense ձևի համար, կոպիտ եմ ասում, թեկուզ ձևի համար, բայց պիտի լինեն տարբեր նմանատիպ բաներ, ու ամենավատն են է, որ մինչև այսօր մեր գիտնականները, գիտական ներուժը, պատմաբանները, պատմագետները, նման առաջարկներով հրապարակային հանդես չեն գալիս, կամ գոնե ոչ հրապարակային, բայց ասենք դիմաց լինեն, հետո ասեն, գիտես, դիմել ենք, sense բան էինք առաջարկում, մերժեցին, մենք գնանք իմանանք խեն մերժել։ Ու երբեմն իհարկե կարող է քո իմանալով վալավ բան ես առաջարկում, բայց մերժում, բայց ամեն դեպքում կան բաներ, որ կարող ընդունել չեն։ Բայց ամեն դեպքում այս ուղղությամբ ոչ մշակութային գործիչները առաջարկ ունեն, ոչ գիտական ներուժը։ Ահա ձեզ աշխարհի ամենահնագույն, ամենախելացի, աշխարհի մշակույթ թելադրող ազգի ժողովուրդը։ Մակարդակն է տենա, տեսանք։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։